Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, кетч, кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Он черный, он горячий, он настоящий, он любимый, любимый Лебо, мой кофе. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով հետևող մարդիկ, մենք այսօր փորձելու ենք բացահայտել Մարիա Բավիկյանի խոհարարական նկրտումները եւ մի շարք այլ հարցեր։ Փորձենք հասկանալ, թե ինչ է մեզ այսօր սպասվում։ Ողջույն Մարիա, ողջույն Մարկ, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շատ ուրախ ենք, համեցեք։ Ինչպես է տրամադրությունը։ Իդեալական։ Հասցրել եք արդեն լիարժեք արթնանալ։ Փորձում ենք, չենք սիրում առավոտյան շուտ արթնանալ։ Ահա։ Մարկ, դու ինչ կասես, ինչպես է սկսել քո առավոտը։ Նախաճաշել ես, հասցրել ես նախաճաշել։ Լավ չի, որ գիշերն եմ քնում։ Եվ գնում եմ սաղորն եմ մանկապարտեզ լինում եւ անցակուրտը չեմ գնում։ Արձակուրդներին չես սիրում մնալ տանը եւ առավոտները չես սիրում գնալ մանկապարտեզ, գիշերները չես սիրում քնել։ Ճիշտ է ամեն ինչ։ Գիշերները սիրում եմ քնել։ Լավ։ Փափուկների հետ շատ լավն է, բայց գիտենք, որ ծիրիմոգներից գայլն է գալի։ Լավ, մենք հենց խոսենք այդ ամենի մասին։ Մարիա, խոսենք ձեր մասին։ Ինչով եք զբաղվում այս ընթացքում։ Ես SMM մասնագետ եմ, ինֆլուենսեր, բլոգեր, ունեմ իմ մարքեթինգային ընկերությունը, ունենք պրոյեկտներ, որոնց social media մարքեթինգով ենք զբաղվում եւ այդ ամենին զատ նաեւ դասավանդում եմ social media մարքեթինգ, ունեմ ուսանողներ։ Ձեր կրթությունը եղել է հենց այդ պրոֆիլով։ Չէ, ես ավարտել եմ տուրիզմ բաժինը Հայ-Ռուսլավանական համալսարանի, բայց ավելի շատ այս ուղղվածությունով եմ գնացել ու ես եմ ավելի շատ սիրել։ Ինչը ձեզ տարավ դեպի մարքեթինգ, դեպի SMM։ Ես երկրորդ կուրսում պրակտիկայի էի ուղղակի գնում մարքեթինգային ընկերությունում ինձ փորձելու համար ու իրականում հենց ամենասկզբից շատ սիրեցի, սենց լրիվ իմներ հասկացա, որ այս գծով ես շարունակելու եմ հետո, իսկ որպես բլոգեր միշտ եմ ուզել լինեմ, միշտ ինձ պատկերացրել եմ, որ ունենալու եմ լսարան, դրսում ինձ ճանաչելու են ու վայելում եմ ուղղակի իմ աշխատանքը։ Ես բավականին շատ ինֆորմացված եմ ձեր մասին եւ տեղյակ եմ, որ ձեզ չի հետաքրքրում մարդկանց կարծիքը ձեր մասին, եթե որևէ բան սխալվում եմ, խնդրում եմ ուղղել ինձ եւ հատկապես բացասական կարծիքները ձեզ չեն հետաքրքրում, դա այդպես է թե ոչ։ Այո, աշխատել եմ ինձ վրա, որպեսզի այդպես լինի, որ նեգատիվը իմ հանդեպ չընդունեմ։ Բայց բոլոր այն մարդիկ, ովքեր համարվում են հանրային դեմքեր, ձևավորվում են հենց մարդկանց կարծիքներով։ Բնականաբար։ Դուք ինչ կասեք այդ առումով, ձեզ հետաքրքրում է միայն դրական կարծիքը ձեր մասին, թե ամեն դեպքում դուք անում եք այն, ինչը որ ուզում եք անել, առանց հետևելու մարդկանց կարծիքներին։ Չէ, իրականում ես սիրում եմ լսել իմ լսարանին, սիրում եմ հասկանալ ինչ են իրանք ուզում, ինչ են ակնկալում ինձնից, բայց բամբասանքների մասին ավելի շատ խոսքը, որ դրան ուշադրություն չեմ դարձնում, հիմա փորձում եմ ավելի շատ դրական դեպի գնամ ու փորձում եմ անել այն ինչ որ ուզում եմ, ինչ որ ես սիրում եմ։
Մի թեթև իհարկե հակասություն կա այդ ամենի մեջ եւ հետաքրքրում է մարդկանց կարծիքը եւ չի հետաքրքրում, բայց ինչևէ դա ձեր ընտրությունն է։ Խոսենք ձեր արմատներից։ Որտեղից են գալիս ձեր արմատները, որովհետեւ շատ հետաքրքիր պատմություն կա այդ ամենի հետ կապված, դուք վերջերս գտել եք ձեր եղբորը։ Այո։ Խոսենք արմատներից, հետո խոսենք եղբորը գտնելուց։ Իմ պապան ծնվել է Երևանում, բայց իր կողմը եղել են հոկտեմբերանից։ Բավիկյան ազգանունը շատ քիչ լսվող է ու ես միշտ իմացել եմ, որ Բավիկյան ազգանունով մենակ մենք ենք, իսկ այդ պատմությունը շատ առեղծվածային էր իրականում։ Կպատմեք այդ պատմությունը, ինչպես եք գտել ձեր եղբորը։ Հա, ինձ ուղղակի մենք մասնակցել էինք քրոջս հետ Arm Squid Game հաղորդմանը ու այդ տարիքի երեխաները, իմ եղբայրը այդ տարիքի է, 15-16, իրանք բոլորը այդ հաղորդումը նայում են ու մեզ որպես Բավիկյան տեղից են սկսել ճանաչել, այդտեղ լսել են մեր մասին ու ուղղակի մի օր Instagram-ով ինձ գրում է Աբո Բավիկյան անունով տղա ու ասում է, որ երևի թե մենք ազգականներ ենք։ Ես միանգամից մտածում եմ, որ հա, բայց չենք հասկանում էլի որտեղով ենք իրար ինչ կապ ունենք իրար հետ ու ուղարկում է տոհմածառը մեր Բավիկյանների ու իրականում բավականին սենց շուտվանից անուններ կա էլի, ես իմ պապիկին գտել եմ տոհմածառի ամենաներքևում ու գտա իմ պապիկի անունը, իմ պապիկի հարազատ աղբերներ, քուրերի անունը ու տենց հասկացա, որ իրար կապ ունենք, ինքը իրականում աղբեր է, բայց հեռու, որովհետև իմ պապիկը ու իր պապիկը հարազատ եղբայրներ չեն։ Երկու հարազատ եղբայրների տղաներ են։ Հիմա կապ կա ձեր եղբոր հետ արդեն բարեկամական հարաբերություններ հաստատվել են, թե այնքանով որքանով։ Իրականում նոր ենք բացահայտել, որ մենք ապրում ենք նույն շենքում։ Ես ու Մարկը վերջերս ենք տեղափոխվել ու բակից վիդեո է տեղադրել։ Եղբայրս գրել էր, Ավոն գրել էր, որ միգուցե հենց այդ թաղամասում ենք ապրում, որտեղ որ մենք ու պարզվում է նույն շենքում, մի րոպե Մարկ, ու պարզվում է մենք եկել ենք տեղափոխվել ենք, ապրում ենք նույն շենքում ու մեկ հարկ վերև են իրանք մեզնից ապրում։ Հիմա փորձում ենք հա կապը պահել։ Բարի դերասիական հարաբերություններ գոնե հաստատվել են, այդքանը կարելի է ասել։ Խոսենք SMM եւ մարքեթինգ ոլորտի մասին։ Ինչպիսին է այն այսօր Հայաստանում եւ ինչպիսի զարգացումներ պետք է ունենան մարդիկ իրենց բիզնեսներում, որպեսզի հաջողեն։ Իրականում եթե համեմատեմ այն ամենասկզբում, երբ որ ես սկսում էի, այն ժամանակ այդքան պահանջված չէր social media մարքեթինգը ու ավելի շատ մոնոպոլիա էր երևի այն բրենդների մոտ, ովքեր զբաղվում էին դրանով։ Հիմա բավականին տարածում է ստացել, բավականին հետաքրքիր արշավներ են լինում social media-ում ու influencer մարքեթինգը նույնպես զարգացել է, մեկը մյուսի հետ կապ ունի ու կարծում եմ, որ ապագայում ել ավելի մեծ զարգացում ենք տեսնելու այդ ոլորտում։ Մարիա, ձեր մասնագիտության նրբությունների մասին մի փոքր խոսենք այս պահին։ Ինչ է ներկայացնում իրենից մարքեթինգի մասնակետը, այսինքն որևէ բիզնես ցանկանում է առաջխաղացում ունենալ եւ դիմում է ձեզ, բայց կա կոնկրետ բիզնեսի պրոֆիլ, որը ձեզ հետաքրքրում է եւ բիզնեսի պրոֆիլ, որը ընդհանրապես ձեզ չի հետաքրքրում եւ դուք չեք զբաղվում այդ ամենով։ Ես ավելի շատ սիրում եմ ռեստորանային ոլորտ, fast food-ային ոլորտ, բայց մի րոպե կներեք։ Երեխան նույնպես սիրում է սննդային ոլորտ։ Իրականում սահմանափակում չկա, որ ոլորտների հետ չեմ աշխատի, բայց ունեմ սենց կանոն, եթե մեկ ոլորտի հետ արդեն աշխատում եմ, նույն ոլորտի մեկ այլ բրենդ չեմ վերցնում, որովհետև որպեսզի մտքերը չկրկնվեն, որպեսզի, այսպես ասած, արդար լինի, միակ կանոնը դա է։ Մեր ոլորտի դժվարությունը այն է, որ հաճախորդները շատ տարբեր են, այսինքն կան ավելի լարված հարաբերություններ հաճախորդների հետ կա, ավելի ընկերական հարաբերություններ, համենայն դեպս պետք է լինել սենց նյարդերը պետք է լինի զինված, որպեսզի կարողանաս ամեն օր ծառայություն մատուցել ու ամեն օր սպասարկել բոլոր հաճախորդներին։ Իդեպ դուք վերջերս խոսում էիք հենց այդ ամենի մասին, որ ձեզ դիմող մարդիկ հաշվի չեն առնում թե ժամը, թե վաճառքները, դրանք մինչև օրս ակտուալ թեմաներ են, որոնք ձեզ անհանգստացնում են, թե ոչ։
Հա, կան հաճախորդներ, որ կարող են հաշվի չառնել շատ ուշ ժամի, փորձեն ինչ-որ չաթով, բայց եթե շտապ բան է լինում, բնականաբար այս են ոլորտներ, օրինակ կարող են ինչ-որ գովազդ ենք միացրել, որը շտապ պետք է անջատել։ Ես դա բնականաբար կհասկանամ ու այդ ժամին կընդունենք, չգիտեմ, այն ինչ պետք է կանենք արագ։ Մեկ-մեկ sense տպավորությունն է, որ ես ամբողջ օրը աշխատանքի մեջ եմ անցկացնում, այսինքն չունեմ ազատ ժամ առանց աշխատանքի։ Վատը է դա էլի այդ կողմին, բայց համենայն դեպս շատ սիրում եմ։ Խոսենք այսօրվա մասին։ Այո։ Քաղցած ենք։ Ինչ եք պատրաստելու մեզ համար։ Ես իրականում սիրում եմ հետաքրքիր բաներ պատրաստել։ Այսօր որոշել եմ ծովախեցգետինով պաստա պատրաստել եւ աղցան։ Կարծում եմ կստացվի ու կարծում եմ կհավանեք։ Դու կպատրաստես վարունգ, այսինքն աղցանը կպատրաստես դու, պաստան կպատրաստի մայրիկը, պայմանավորվեցինք, գնումներ ունենք կատարելու։ Այո։ Ես առաջարկում եմ այս պահին դադարեցնել նկարահանումը, գնալ գնումներ կատարելու, այնուհետև վերադառնալ եւ շարունակել մեր նկարահանումները, տեսնենք թե ինչպես է կարողանում խոհանոցում։ Շատ լավ, գնացինք, համաձայն ենք։ Մարկ, գնանք, վարունգ պետք է առնենք, որ գանք դու պատրաստես։ Հա, գնացինք։ Հա, բայց գիտես չէ, հաշիվը հետո պետք է կիսվեք մամայի հետ, գիտես։ Չես տեսել դու այդ վիդեոն մամայի։ Լսել եմ։ Լսել ես, բայց չես տեսել։ Նոր եկել էին, ես սաղ նկարել էի։ Գնացինք խանութ, չէ, ձերքս բռնի, գնացինք խանութ, արի։ Մարիա, մենք արդեն ձեր բակում ենք գտնվում, սա իհարկե ձեր բակը չէ, այնպես որ այստեղի մասին խոսելու կարիք չկա։ Խոսենք մեքենայից։ Դուք շատ ակտիվ կերպով պայքարում եք, որպեսզի աղջիկներն իրենց մեքենաների վրայից հանեն այն նշանները, որը հուշում է, որ դա աղջիկ վարորդ է։ Խոսքը բարձրակրունկ կոշիկի նշանի մասին է։ Ինչու՞։ Որովհետև ինչ-որ կարծրատիպ է տարածված, որ աղջիկները լավ չեն վարում մեքենա, չեմ ուզում ընդհանրացնել ու դա ասել, որ բոլորը տենց են։ Իհարկե կան լավ վարորդներ եւ վատ վարորդներ, ոնց որ նաեւ տղամարդկանց մեջ։ Դրա համար այդ աղջկանից զգուշանալու նշանը ինձ դուր չի գալի։ Մենք այսօր կհամոզվենք դուք լավ եք վարում, թե ոչ եւ մեր անկեղծ կարծիքը կհայտնենք, բայց մեքենան էլ միանշանակ ընդունված է, որ նախընտրում են այսպիսի մեքենաներ տղաները։ Այո։ Աղջկական մեքենա չէ, եթե կարելի է այդպես ասել։ Սա ձեր ընտրությունն է եղել, թե ոչ։ Հա, շատ հա։ Իրականում արագ է ստացվել, իմ ընկերուհին գնում էր Ամերիկա ու իր ամուսնու մեքենան վաճառում էին։ Շատ արագ ստացվեց, որ իրանցից գնեցի իմ մեքենան, բայց շատ եմ սիրում իրականում։ Տեղափոխվենք մեքենայի մեջ։ Այո, գնացինք։ Դե թույլ տվեք դուռը ձեզ համար բացել, դուք մինչև մարկին կտեղավորեք հատուկ նախատեսված տեղում երեխաների համար։ Շատ գովելի է, որ նա ունի իր սեփական տեղը։ Հա, ինքը միշտ քարսի անվտանգության բոլոր կանոնները պահված են։ Մարիա, վատ չեք վարում, պետք է ասեմ, դեռ կարճ հատված ենք անցել, բայց վստահ եմ, որ կապացուցեք, որ իրոք պետք է զերծ մնալ այդ նշաններից։ Վերջերս վատ դեպքեր տեղի ունեցան ձեր կյանքում եւ գողացան ձեր հայելիները մեքենայի։ Այո։ Ինչպես հետ վերադարձրիք։ Ես երբ որ տեսա, որ հայելիները գողացել են, հաջորդիվ մի անգամից հայտնաբերեցի սենց դեղին թուղթ, որտեղ գրած էր Telegram-ի ալիք, իրանց այդ բանակցությունների դուրս եկա ու ինձ ասեցին, որ պետք է գումար փոխանցեմ, որպեսզի հայելիների տեղը ասեն։ Որ հարցրեցի ինչքան է, ասեցին 40,000 դրամ, մի անգամ էլ էին իմ հայելիները գողացել, ես գիտեի էլի, որ օրիգինալը շատ ավելի թանկ է, անցած անգամ 50,000 դրամով էի առել օգտագործածը, այս անգամ որ ասեցին 40,000 դրամ, մտածեցի ավելի լավ է դա հենց իմը վերցնեմ, քան գնամ նորը առնեմ, ու իրականում երբ որ ինձ կոորդինատները տվեցին փոխանցումը անելուց հետո, փոխանցումը անելուց հետո, երբ որ կոորդինատները տվեցին, պարզվեց հենց մեքենայի կողքի աղբամանների մոտ էր թողած հայելիները։ Մի քիչ բան էր, տհաճ էր, բայց կարևորը վերցրեցի։ Իդեպ շատ լուրջ խնդիր է դա, հուսամ պատկան մարմինները շատ արագ որևէ տարբերակ կգտնեն այդ ամենը կանխելու համար։ Բայց ընթացքում Մարկը մեզ հուշում էր, որ նաև վերջերս տեղի է ունեցել ավտովթար։ Հուսամ լուրջ վնասվածքներ եւ Ավտովթար, այո, Մարկ։ Իրականում ավտովթար չի եղել, մեր մոտ
շենքի բակում բավականին շատ մեքենաներ են կանգնում, ու երբ որ երեկոյան ուշ գալիս են կանգնում ենք, տեղ չի լինում, սեն շատ նեղա ճանապարհներ են լինում անցնելու։ Մի հատ մեքենա էր կանգնած ու կողքը բորձյուր էր, ես ուշադրությունս դարձրել էի, որ այդ մեքենային չխփեմ, տենց ձախ կողմից բորձյուրը հավաքեցի գնացի։ Ինքնավթար, ոչ թե ավտովթար։ Մարիա, հաղորդման այս հատվածում մենք բոլորին տալիս ենք այս հարցը եւ դուք բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Ինքնավթար, այո։ Ինչ կփոխեի։ Կուզեի, որ մարդիկ դրական լինեն, ապրեն այս պահով։ Ինչ ասել է դրական լինել։ Ես շատ եմ նկատում մարդկանց մեջ առհասարակ առօրյայում նեգատիվը։ Ես ինքս ինձ ուղղորդում եմ նրան, որ օրս անցկացնեմ ավելի դրական, իմ մտքերը լինեն ավելի դրական։ Ես կուզեի, որ մարդիկ շատ այդ ուղղությամբ աշխատեին։ Կա հատուկ ուսմունք, որը ուսումնասիրել եք եւ եկել եք այդ մտքին։ Որ ավելի դրական լինեմ։ Այո։ Իրականում մոտիվացնող շատ դասընթացներ եմ անցնում ընթացքում ու շատ լավ գիտեմ, որ միտքը ուժ ունի ու իմ կյանքում շատ եմ դա զգացել, երբ որ ինչ-որ բան մտածել եմ, թեկուզ բացասական, դա եղել է ու դրա համար ես կողմ եմ նրան, որ միշտ մտքերս լինեն դրական։ Այսինքն փորձում եք օրվա մեջ ձեզ զերծ պահել բացասական մտքերից, որքան էլ դրանք անխուսափելի են։ Այո, այո։ Ստացվում է ձեզ մոտ։ Փորձում եմ։ Անգամ եթե աշխատանքում լինում են ինչ-որ խնդիրներ, ներվայնանալու, ինչ-որ նեգատիվ տրամադրվելու փոխարեն, արագ փորձում եմ գտնել լուծումներ ու շատ չկենտրոնանամ խնդրի վրա, ինչ որ եղել է։ Դավթաշենի կամրջի վրա ենք եւ այստեղի խցանումները տևում են 3 լուսնային տարի։ Այո։ Օրինակ ինչպես եք ձեզ լուսնային տարի։ Այո, Մարկ, 3 լուսնային տարի։ Ինչպես եք ձեզ համոզում, որպեսզի չնյարդայնանաք այդ ամենից։ Ես իրականում իմ գրաֆիկը ինքս եմ որոշում ու գիտեմ, որ այստեղ հիմնականում լինում է առավոտյան 9-ից մինչև 10 խցանումները եւ երեկոյան 5-ի 6-ի կողմերը, երբ որ մարդիկ գնում են աշխատանքի ու հետ են գալիս։ Այս իրականում այդքան էլ խցանում չի, որովհետեւ այստեղ ավելի ահավոր է լինում։ Ես ավելի ուշ եմ դուրս գալի տանից, Մարկի մանկապարտեզի ճանապարհը մոստով չի անցնում։ Ես երբ որ իրան իջացնում եմ ուրիշ ճանապարհով, հետո արդեն խցանում չի լինում։ Շնորհակալություն Մարիա, մեր հաջորդ հանդիպումը կլինի խանութի դիմաց։ Շատ լավ։ Մարիա, արդեն խանութում ենք, ասացիք, որ պետք է պատրաստենք ծովախեց գետնով պաստա, դրա համար մեզ երկու բան հաստատ անհրաժեշտ է՝ պաստա եւ ծովախեց գետի։ Իսկ իրականում էլ ինչ է անհրաժեշտ։ Պաստա ունենք, ծովախեց գետին, զեյթուն եւ պանրի երկու տեսակ։ Դե գնացինք, հասկանանք ինչպես է կողմնորոշվում գնումներ կատարելիս։ Երեխան ձեզ գնումներ կատարելու ընթացքում դժվարությունների չի բերում, չեմ ուզում ասել խանգարել, բայց միտքը դա է միևնույնն է։ Մեկ-մեկ լինում է, որ ինչ-որ շատ բաներ ա ուզում։ Այո։ Քաղցր, խաղալիքներ, արի Մարկ։ Եվ մերժում եք, թե ամեն դեպքում։ Չէ, վերցնում եմ ինչ-որ բան, բայց սովորեցնում եմ, որ միշտ չի, որ ամեն ինչ կարող ենք վերցնել ու լինում են դեպքեր, որ ասում եմ, այս անգամ չէ, հաջորդ անգամ։ Երկու տեսակի պանիր ասացիք։ Պարմեզան եւ ֆետա։ Պարմեզան եւ ֆետա, դե խնդրեմ վերցրեք։ Բարև ձեզ։ Ինձ պետք է պարմեզան պանիր, մեկ էլ ֆետա։ Որքան է անհրաժեշտ։ Խնդրեմ։ Մի կտոր։ Մի կտոր։ Ֆետան հայկական, ցանկանացել ու մինական։ Հայկական։ Մի կտոր եմ տալիս։ Այո։ Ձիթապտուղը որ տեսակն է անհրաժեշտ, Մարիա։ Կտրատված, որպեսզի չտանջվենք։ Կանաչ թե Չէ, սև։ սև։ Սև ձիթապտուղ։ Եվ ծովախեց գետին, Այո։ դա ամենահետաքրքիրն է, ինչպես է կողմնորոշվելու։ Մանր թե մեծ։ Մանր։ Մանր։ Մեկ էլ պարմեզան։ Դե մենք ծովախեց գետի Էլի բաժնում կտորով կա։ կսպասենք ձեզ, Մարիա։ Մարիա, մենք արդեն ծովախեց գետն հենց բաժնում ենք, եթե կարելի է այդպես ասել, որ տեսակն է մեզ անհրաժեշտ։ Մեզ պետք է մանր, որպեսզի պաստան հարմար լինի ուտել վերջում։ Եվ արդեն մաքրված վիճակում։ Կարծում եմ, հա։ Այս մաքրված է, չգիտեմ։ Մեկ տուփը բավական է։ Այո, բավական է։ Վերջ, ավարտեցին գնումները։ Մեկ էլ զեյթունը։ Դե մինչև դուք կվերցնեք ձիթապտուղը, մենք ձեզ կսպասենք արդեն դրամարկղի մոտ, Մարիա։ Այո, Մարկ, արի, Մարկ։
Մենք դրամարկղի մոտ ենք արդեն Մարիա, Մարկը նախատեսում է խաղալիքներով հարստացնել իր հավաքածուն եւ այս դեպքերում նա հաղթում է թե ոչ, եթե կարծր չէ։ Մարկ, այս անգամ չենք վերցնում, հա, հաջորդ անգամ կգանք կվերցնենք, խոստանում եմ։ Մարիա, մեր ընդհանուր գնումների գումարը կազմում է 8445 դրամ, ես նաև ունեմ զեղչի քարտ եւ առաջարկում եմ, որպեսզի մենք վճարենք ձեր փոխարեն ընդհանուր 8025 դրամը։ Շնորհակալություն։ Ես չէի էլ կասկածում, որովհետեւ տեսել էի, որ նույնիսկ Մարկին եք առաջարկում, որպեսզի ձեր ընդհանուր հաշիվը նա փակի։ Լավ, հեսա կվերցնենք, սպասի։ Կատարեցինք, շնորհակալություն, հաջորդ հանդիպումը կլինի արդեն խոհանոցում։ Մարիա, ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Կոֆիջոյի թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ եմ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթ հստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ, սիրով կօգտագործենք։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մարանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մարանիկ ընկերության կարգախոսը։ Այո, իհարկե, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Սիրով նվիրում ենք։ Մարիա, մենք արդեն խոհանոցում ենք, մեր առջև դրված է այն ամբողջ մթերքը, որը օգտագործելու ենք 2 ուտեստ պատրաստելու համար, պաստա եւ աղցան, թվարկենք դրանք։ Պանիր 2 տեսակի, պարմեզան եւ ֆետա, կարակ, վարունգ, լոլիկ, ծովախեց գետին, խառը կանաչիներ, խառը աղցան արդեն պատրաստի, ձիթապտուղ, սերուցք, պաստա։ Ինչից ենք սկսում եւ ինչ ենք անում։ Հստակ հանձնարարություններ ունենք թե ոչ։ Առաջինը կդնենք պաստան եփվի, հետո արդեն սկսենք զբաղվել ծովախեց գետնով։ Դե, անցնենք գործի, ինձ նույնպես կարող եք առաջադրանք տալ։ Կարող եք կտրատել վարունգը, լոլիկը աղցանի համար։ Քառակուսիներ, կլոր։ Մեջտեղից ու սենց հետո։ Մեջտեղից եւ այսպես։ Ես այս ընթացքում նաեւ կվայելեմ աշխարհի լավագույն սուրճը, որը հրաշալի էներգիա է փոխանցում եւ կարծում եմ մինչեւ նկարահանման ավարտ այն կհերիքի ինձ եւ կանցնեմ վարունգը կտրատելուն։ Շատ լավ։ Դե դուք նույնպես անցեք գործի, ես կկտրատեմ վարունգը այս ընթացքում եւ նաեւ կզրուցենք, վստահ եմ կկարողանանք համատեղել երկուսը մեկում։ Իսկ Մարկը ինչ պետք է անի եւ իրոք։ Դու ես պետքա սրանք լցնեմ։ Հա, դու կլցնես այս ամանի մեջ։ Մարիա,
Այն բոլոր դժվարությունները, որոնք որ ձեզ հանդիպում են գործի ընթացքում եւ դրանք մնում են կադրից դուրս, այսպես ասած։ Կնշեք որոնք են եւ միգուցե նաեւ դուք այս պահին որևէ բան ունեք ձեր հաճախորդներին ասելու, կարող եք նայել տեսախցիկին եւ ասել, բայց դժվարությունների մասին ցանկալի է խոսելը։ Դժվարությունները մեր ոլորտում են հիմնականը այն է, որ հաճախորդները ունեն բիզնես, բայց չեն սիրում անել ներդրումներ, իսկ մեր ոլորտում այդ իրականում ամենակարևորն է։ Այսինքն մարքեթինգը առանց ներդրումների, առանց բյուջեի չի կարող տալ այն արդյունքը, որը որ ուզում են։ Իմ հաճախորդներին կխնդրեմ, որ եթե մեզնից սպասում եք արդյունք, նաև պատրաստ լինեք կատարել ներդրումներ, տարբեր մարքեթինգային արշավների համար։ Օրինակ գովազդի մասին է խոսքը։ Այո, օրինակ ինֆլուենսեր մարքեթինգ գովազդ բլոգերների մոտ, հենց Meta-ի գովազդները վճարովի, տարբեր ակտիվություններ կան, որոնք բյուջե են պահանջում, բայց Հայաստանում ցավոք դժվար է բյուջե վերցնել մարքեթինգի համար, լուրջ չեն վերաբերվում շատերը։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում շատ բլոգերներ բացահայտ գովազդներ են անում։ Այո։ Դա արդյունավետ է, թե ամեն դեպքում առաջացնում է մի փոքր հակակրանք, ճակերտավոր հակակրանք կարելի է ասել։ Կախված գովազդատուի նպատակից։ Այսինքն, եթե ես որպես գովազդատու ակնկալում եմ ուղղակի իմիջի բարձրացում կամ տեսանելիության բարձրացում, ուղիղ վաճառքներին անդրադարձող արդյունք չեմ ուզում, այսինքն տեսանելիության բարձրացում եմ ուզում, այդ դեպքում իմ համար ավելի առաջնային է, որպեսզի ուղղակի իմանան իմ բրենդի մասին։ Պարզ է։ Մարիա, մենք կարող ենք միաժամանակ եւ պատրաստել եւ զրուցել, օրինակ պետք է տապակել ծովախեց գետինը, դա միաժամանակ կարող ենք անել։ Մոռանում եմ, որ պետք է նաեւ աշխատեմ։ Խոսենք նաեւ մարկի հետ առկա դժվարությունների մասին։ Չնայած դուք ասացիք, որ դուք եք տնօրինում ձեր գրաֆիկը։ Այո։ Եվ համեմատաբար ազատ գրաֆիկով եք աշխատում, բայց ամեն դեպքում երեխայի հետ ժամանակ անցկացնելը պահանջում է որոշակի բարդություններ, ներկայացնում է իրենից որոշակի բարդություններ։ Երեխայի սնվելու հարցը ինչպես է լուծվում, որովհետև հիմա գտնում ենք խոհանոցում, նա սնվում է տանը, թե օգտվում եք fast food-երից եւ ձեր հնարավորություններից լայն ու անսահման։ Իրականում մարկը առավոտյան մենք միշտ նախաճաշում ենք միասին, այո։ Մենք միշտ նախաճաշը միասին ենք անում, արդեն իր մնացած ուտելիքները մանկապարտեզում ենք կազմակերպում, պլյուս եթե ես լինում եմ աշխատանքի, իմ մաման է իր սնունդով զբաղվում։ Եթե չենք հասցնում, մենք ունենք սիրելի տեղեր, fast food չէ, աշխատում ենք fast food-ին շատ չդիմենք, ասենց ասած, բայց ունենք սիրելի տեղեր, որտեղ գնում ենք ու սնվում ենք։ Բարի, հասկանալի է, ես վարունգը կտրատել եմ, հաջորդ գործողությունը, որը որ պետք է կատարեմ, որն է Մարիա։ Հաջորդը լոլիկը պետք է կտրատեք։ Նույն տրամաբանությամբ։ Նույն ձևով։ Կիսալուսնաձև։ Այո։ Հասկացա, ես անցնեմ լոլիկի կտրատմանը։ Դուք ինչ եք անում, խնդրում եմ ներկայացրեք, միայն պետք է կարագով տապակել, թե ավելացնել ենք նաև ձեր։ Սկզբից կարագով տապակում ենք ծովախեց գետինը, ավելացնում ենք Սերուցք։ Այո, սերուցքը ավելացնում ենք ու հետո արդեն համեմունքները։ Երբ որ վերջացնենք, պետք է միացնենք պաստան ծովախեց գետնի հետ։ Դուք ապրում եք վերջին շրջանում առանձին։ Այո։ Այն բոլոր դժվարություններն ու բարդությունները, որոնք հանդիպեցին, ինչպես նաև առավելություններ, եթե կան այդպիսի, կխնդրեմ դրանց մասին էլ նշել։ Առավելություններից այն է, որ ես ունեմ իմ անկյունը, այս տանը ամեն ինչ ես եմ տնօրինում, այդ իմ համար մեծ առավելություն է։ Ունեմ իմ անձնական ժամը, երբ որ երեխան քնում է, իմ հանգստի ժամն է, այսպես ասած։ Լինում է դեպքեր, որ ունեմ աշխատանք, աշխատում եմ համակարգչով, բայց աշխատում եմ այդ ժամերին ավելի շատ ինքս ինձ տրամադրեմ։ Բարդություններից իրականում չեմ ասի, որ տենց մեծ բարդությունների առնչվում եմ, օրինակ աղբը կարող է մի քանի օր չթափեմ, կուտակվի, հետո մի քանի օրվանը միանգամից թափեմ, բայց որ ասեմ տենց շատ բարդություններ լինում են, չէ։ Գլոբալ խնդիրներ չկան։ Գլոբալ խնդիրներ չկան, այո, ավելի շատ մեզ դեպի լավն է ծառայում։ Ապրես։ Մասնագիտությունը, որը ի սկզբանե ընտրել էիք, ասացիք հայ-ռուսական սլավոնական համալսարանն եք ավարտել։ Այո։ Ինչ մասնագիտություն էր այնտեղ։ Ես ավարտել եմ տուրիզմ բաժինը, այսինքն տուր գործակալ պետք է լինեի, հա, տուր գործակալ պետք է լինեի կամ գիդ։
բայց ես երկրորդ կուրսից հասկացա, որ չեմ ուզում դրանով զբաղվեմ, բայց իրականում ընդեղից ստացած գիտելիքները ինձ նաև այստեղ են օգնում։ Որովհետև դուք շատ ճամփորդում եք։ Այո, նաև վերջերս սկսել եմ ճամփորդել։ Որ երկիրն է ձեզ ամենաշատը գայթակղել եւ հմայել։ Բալին։ Բալին։ Այո, Բալին իմ երազանքների երկիրն էր ու ես չսխալվեցի։ Ինչով այն ձեզ գերեց։ Մամա, ինչ-որ։ Հիմա մի վայրկյան սպասում ես, տեսնում ես ինչ ենք անում, որ հետո մեզ օգնես, լավ։ Հիմա ամենակարևորը սպասելն է, Այո, Մարկ։ հիմա սպասելն է։ Բալին ինձ գերեց երիտասարդական կյանքով, այսինքն այնտեղ ամեն ինչ ուրիշ է, այնտեղ կտրվում ես ամբողջ աշխարհից ու վայելում ես այն ինչ որ կա այնտեղ ու իհարկե գեղեցիկ տեսարանները, որ ուղղակի համեմատելու չի։ Պլյուս այնտեղ ամեն ինչ շատ մատչելի է, այսինքն տոմսը բավականին թանկ արժի, բայց այնտեղ տեղում որպեսզի դու ապրես, քեզ քիչ գումարը լրիվ բավարար է, ամեն ինչ շատ մատչելի է։ Դրա համար այնտեղ շատ երիտասարդներ IT ոլորտում գնում են, ուրիշ տեղից աշխատում են դեպի ուրիշ երկրներ ու այնտեղ ծախսում են, այնտեղ երկար ապրում են։ Իմ քուրն է այնտեղ 2 ամսով գնացել ապրելու, ես իր մոտ էի գնացել։ Վերջին շրջանում շատ ակտուալ արտահայտություն է դարձել մարքեթինգի զոհ։ Այո։ Ինչ է նշանակում մարքեթինգի զոհ լինելը եւ արդյոք դա վատ է, երբ ասում են մարքեթինգի զոհ, օրինակ ինչ որ միտեղ գովազդի արդյունքում հայտնում ես ինչ որ մի տեղում եւ իրականում այն քեզ գոհացնում է, բայց մարքեթինգն էր, չէ՞, որ տարել էր այդտեղ։ Վատ է լինել մարքեթինգի զոհը, առհասարակ զոհ լինելը կարծում եմ վատ է, բայց մարքեթինգի զոհ լինելը վատ է, թե լավ է։ Մի րոպե, Մարկ, մի հատ հարցին պատասխանեմ ու նայենք, հա, դեռ չի եփես, զգուշ մենակ մատերով չկպնես։ Մարքեթինգի զոհ լինելը ես այդ բառը չեմ սիրում իրականում, որովհետև ամեն ինչ կախված է պրոդուկտից կամ ծառայությունից իրականում, բայց եթե ես գնացել եմ, ես գոհ եմ, ինձ ամեն ինչ դուր է եկել, ես ոչ թե մարքեթինգի զոհ եմ, այլ հակառակը ես շահած եմ, որովհետև ունեմ ինչ-որ լավ բան, հա, բայց եթե օրինակ գովազդով տեսնում ենք մի բան, հետո գնում ենք հիասթափություն ենք ապրում, այդ դա կոչվում է մարքեթինգի զոհ լինել։ Պարզ է։ Մարիա, ինչ նոր գործողություն ունենք այս պահին։ Այս պահին սպասում ենք մի քիչ տապակվի ու ավելացնում ենք սերուցքը։ Բարի, ես կխնդրեմ այս պահին դադարեցնենք նկարահանումը, սպասենք մինչև մի փոքր կտապակվի, հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր նկարահանումը։ Մարիա ջան, ոնց որ չեք միացրել, հա, սա։ Թե միացրել ենք, բայց ինչի չի տապակվում։ Իսկ նա միացրել ենք։ Միացրել եմ երկուսն։ Թե ամենադժվարը այն էր, որ պետքա սա միացնեինք։ Միացրել եմ։ Վարդությունը։ Մի րոպե։ Ինքը հենա միացած։ Ահա, բա մյուսը։ Էն էլ է միացած, ուղղակի պահի տակ բան է լինում, գնում է նորից հայտնվում։ Գնում է գալիս է։ Այո։ Լավ, սպասենք մինչև վերջնական կվերադառնա ուրեմն։ Ես էլեկտրականների վատն էլ է դա, որ մի քիչ բարդ է։ Սրա մեջ ինչ է։ Սրա մեջ պաստա է։ Հաջորդիվ գործողությունը ո՞րն է։ Արդեն ծովախեց գետինը տապակվում է։ Այո, հիմա ավելացնենք սերուցքը, համեմունքները ու պանիրը։ Բարի։ Մարիա, գովազդը եւ մարքեթինգը կարծում եմ իրար հետ անխուսափելիորեն կապակցված են, ճիշտ է։ Այո։ Կան դեպքեր, երբ գովազդը ազդում է հակառակ էֆեկտով։ Կարա դա լինի սև PR օրինակ։ Ու ոչ թե ունենա հակառակ էֆեկտ, կարող է հենց մտածված լինի, էլի, այս ոչինչ, որ մի հատ բան։ Իհարկե։ Չգիտեմ, երևի տենց օրինակներ հիմա չեմ հիշի, որ գովազդը աշխատի հակառակ, բայց լինում են, որ հատուկ արվում են սև PR-ներ, որպեսզի արագ ճանաչելիություն ձեռք բերեն բրենդները։ Ողջունում եք դուք այդպիսի գործողությունները, այո։ Կարծում եմ կան դեպքեր, որ պետք է։ Ոչ միշտ։ Ու պետք է պատրաստ լինել։ Նաև տեսնում եմ ձեր թևին արկա դաջվածք։ Այո։ Ինչ է այն խորհրդանշում, եթե գաղտնիք չէի։ Չէ, գաղտնիք չի, մենք ընտանիքում 3 երեխա ենք, ես, քույրս ու եղբայրս։ Դուք միջնեկն եք կարելի։ Այո, ես միջնեկն եմ, իրանք էլ ունեն նույն տատուից ու իրանցն է արդեն ներկված։ Ընտանեկան խորհուրդ ունի։ Իսկ ինչպիսին էր ռեակցիան ծնողների այդ ամենին։ Մեր ծնողները միշտ մեզ ազատ են թողել մեր որոշումներում, այսինքն երբեք չի եղել խնդիր նման հարցերում, մեզ միշտ վստահել են, եթե մենք մի բան որոշել ենք, թույլ են տվել։ Իդեպ Մարկը
բնականաբար պետք է կանգնի մասնագիտության ընտրության առաջ։ Այո։ Դուք նրան խորհուրդ եք տալու ընտրել ժամանակակից մասնագիտություն, որովհետև դուք ունեք արդեն դրա փորձը եւ հասկացել եք, որ ժամանակին համահունչ պետք է գնալ, թե թույլ եք տալու, որպեսզի ընտրի այն մասնագիտությունը, որ ինքն է ցանկանում։ Ես ուզում եմ ինքը ընտրել ինչ որ ինքը սիրում է, որովհետև այդ ամենակարևորն է։ Ես իհարկե կօգնեմ իրեն, հիմա շատ կան կարիերայի կողմնորոշման դասընթացներ, փոքրուց հենց որ անցնում են ճամբարներ, հուսով եմ այդ հնարավորությունը կունենամ, որ իրան ուղարկեմ այն տեղեր, ինքը կողմնորոշվի, բայց ինքը կարծում եմ տաղանդավոր է, ես իր մեջ այդ նկատել եմ, երգել, ինչ որ դերասանական տաղանդ ունի, միգուցե դա օգտագործի, իր տաղանդը օգտագործի ու շատ կուզեմ որ բիզնես ունենա, որովհետև այդ կարծում եմ ամենալավ տարբերակը։ Մարկ կերքես։ Կերքես։ Չես երգի։ Ինչու։ Որտեղ ես մի քիչ փոքր եմ։ Մի քիչ փոքր ես, բայց մաման ասում է, որ դու տաղանդավոր ես, է։ Մեծ եմ, բայց մի քիչ փոքր եմ։ Մեծ ես, բայց մի քիչ փոքր, լավ։ Մարիա, Այո։ ես ձեզ ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր է գնալու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում կետեմ կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Այո։ Եվ կխնդրեմ նաև ձեր պատրաստած ուտեստների համար որոշել անուններ, որովհետև մենք դրանք անվանակոչելու ենք, իսկ դա ձեզ համար վստահ եմ, որևէ խնդիր չի առաջացնում անուն գտնելը։ Մամա, արիշա։ Մարկը միշտ է ձեզ օգնում խոհանոցում։ Այո, միշտ փորձում եմ օգնի, Միայն բայց մեկ-մեկ խանգարում է։ Միայն խոհանոցում, թե այլ Այդ արդեն արել ենք։ Չէ, միշտ օգնում է խաղալիքները հավաքելուց, տունը թեկուզ օրինակ կարող է փոշեկուլով ինքը անի, ինձ օգնի, ես ինչ որ ուրիշ բան անեմ, միշտ օգնում է, բայց ինքն է ուզում էլի օգնի, այնպես չի որ ես։ Բալիում խոհանոցը ձեզ գերեց, թե այդքան էլ չէ։ Բալի հենց տեղական խոհանոցը ինձ դուր չեկավ, որովհետև համեմունքներով նենց էր, որ ին Համեմունքախեղդ էր արված։ Այո։ Այնտեղ ավելի շատ բոլոր տեսակի խոհանոցներ կար, ես էլի ծովամթերքային, սուշի, ռոլեր, միշտ այդ էինք գնում։ Հիմնական տարբեր ընտրությունը մեծ էր, բայց հենց իրանց խոհանոցը չեմ սիրել։ Այն ուտեստը, որ այսօր պատրաստում եք, էլի փորձառություն ունեցել եք սրանից պատրաստելու, թե սա պրեմիերա է։ Սա պրեմիերա է։ Կստացվի, կարծում եմ։ Հա, ես իրականում շատ հազվադեպ եմ պատրաստում։ Ինչու։ Չեմ հասցնում աշխատանքի բերումով։ Բայց դուք ասացիք, որ ունեք ազատ գրաֆիկ եւ ինքներդ եք տնօրինում ձեր։ Հա, ես ինքս որոշում եմ որ ժամին որտեղ լինեմ, բայց հիմնականում երեկոյան ընթրիքի ժամերին մենք ինչ որ տեղ լինում ենք կամ գնում ենք մամայի տանը, ուտում ենք, նոր գալիս ենք տուն։ Չեմ սիրում իրականում, բայց եթե ինչ որ բան պատրաստում եմ, իմ մոտ կարծում եմ ստացվում է համով։ ChatGPT վերջին շրջանում բոլորին օգնության հասնող մի նոր գործիք, որը իդեպ ձեզ հետ էլ սերտ կապակցված է, որովհետև դուք էլ սերտ շփումների մեջ էիք նրա հետ։ Այո։ Գործի բերումով երբևէ եղել է, որ ChatGPT-ին ձեզ օգնի եւ ասի, թե մարքեթինգային ինչ քայլեր են անհրաժեշտ որևէ բիզնես առաջ տանելու համար։ Միշտ։ Ես խելացի եմ համարում այն մարդկանց, ովքեր ամեն օր իրենց աշխատանքի մեջ օգտագործում են ChatGPT-ին, առհասարակ արհեստական բանականությունը, բայց իհարկե իր հետ աշխատելու ձևն էլ է էլի կարևոր, որպեսզի ճիշտ օգնի, բայց ես իրականում միշտ օգնությանը դիմում եմ։ Ու երբ որ ես գնացել էի Կազախստան մարքեթինգային ֆորումի, մասնակցում էին այնտեղ սփիքերներից մեկը Coca-Cola-ի մարքետոլոգներ գլխավոր, առանձին բլոգ կար հենց AI-ի մասին, AI-ին վերաբերվող ու թե ոնց է փոխվելու մեր կյանքը մի քանի տարի հետո։ AI-ով շատ անգամ աշխատատեղերը մարդկանց փոխարեն լինելու են արդեն ռոբոտներ, այդ ամեն ինչը արվելու է AI-ով։ Նույնն էլ social media-ում արդեն կան գործիքներ, որոնք օգնում են նամակներին պատասխանել, ավտոմատացված ինչ-որ գործողություններ անել, ու քանի որ աշխարհը սենց ասած դեպի դրան է գնում, ես էլ ուզում եմ միշտ լինեմ թրենդի մեջ, աշխատանքի մեջ կարևոր է, էլի։ Դրա համար ես դրան շատ հետևում եմ ու փորձում եմ օգտագործեմ, խելացի օգտագործեմ։ Ենթադրենք 10 տարի անց չէին սպասում հաղորդումը, շարունակում է գոյություն ունենալ եւ ուզում եմ հասկանալ, ChatGPT-ին հնարավոր է որ փոխարինի մեզնից որևէ մեկին, կամ ինձ կամ Դավիթին։ Ինձ թվում է, այո։ Այո։
Հատկապես կարող եք դուք չլինել, օրինակ։ ում հողատարածքում եք քար նետվում։ Իսկ մազեր։ Այսինքն ձեր կարանք ուղակի ձեր պատկերը ունենանք, ձեր նկարը կամ մի հատ հոլովակ, սցենարը տանք, ձեր ձայնը ունենա, հիմա էլ կարող ենք։ Ճիշտ է, հիմա երևա, որ AI-ն է արել, բայց կարծում եմ 10 տարի անց չի երևալու։ Այսինքն էլի ձեր դեմքը կօգտագործվի, բայց դուք ձեր ժամանակը չեք ծախսի նրա վրա, որ նկարահանվեք։ Ձեր փոխարեն դա կանի արհեստական բայր։ Նորություններ սա ինձ համար, բայց հիմա մարկը ինչ է անում։ Всё, Մարկ, պանիրն է տեղափոխում պարմեզանը։ Պարմեզան պանիրը տեղափոխում է ծովախեց գետնի մեջ, հիմա մի քիչ էլ կեփվի ու արդեն կմիացնենք իրար։ Վերջ։ Չկա մտավախություն, որ արհեստական բանականությունը կգա փոխարինելու նաև մարքետոլոգներին։ Ես կարծում եմ, որ կօգնի մեզ շատ։ Փոխարինելու մասին է խոսքս։ Միգուցե որովհետև կոնկրետ այդ ֆորումի ժամանակ այնքան աշխատատեղեր տեսա, որ փոխարինվում է, որ միգուցե լինի այդ մտավախությունը, բայց ես կարծում եմ, որ ինքը մատչելի հաճույք չի լինելու, այսինքն այն բիզնեսմենը, ով կուզի իր մարքետոլոգը լինի ինչ-որ ռոբոտ կամ AI միջոցով, կարծում եմ ինքը պետք է լավ ներդրում անի դրա համար։ Չեմ կարծում, որ բոլոր բիզնեսները կկարողանան դրան դիմել։ Օրինակ, մեզ օրինակ ցույց տվեցին, որ ելակի հողատարածքներում լինելու են AI-ով ռոբոտներ ստեղծված, որ գնալու են հավաքեն ելակը ու սենց ցույց են տալի, ոնց են դասավորում, սենց գծած արկղերի մեջ, այսինքն ցանկացած ոլորտում փոխարինող լինելու է, բայց դա պետք է նաև լինի բյուջե, հնարավորություն, ռոբոտը, ով որ այդ անում է, հաստատ մատչելի չի լինելու։ Այդ դեպքում ձեզ մոտ չկա ցանկություն նոր մասնագիտություն ունենալու, որովհետև միգուցե որոշակի ժամանակ հետո ձեր մասնագիտական կարողությունները որևէ մեկին անհրաժեշտ չլինեն։ Ես ուզում եմ իմ բիզնեսը ունենամ։ Ինչպիսի բիզնես։ Խանութ։ Ես իրականում ունեմ փորձ, on-line վաճառում էի։ Ես իրականում ձեզ որևէ կերպ չեմ լսում, կխնդրեմ եւս մեկ անգամ նշել։ Մարկ, մի րոպե, որ խնդրեմ կլինի, սուս մնաս։ Ես ունեմ փորձ, on-line վաճառում էի գիշերատկեսներ, հողաթափեր, աղջկական բաներ ու բավականին լավ արդյունավետ եղել է, ուղղակի մի շրջան մոտիվացիաս կորել էր։ Հիմա ես ուզում եմ ներդրում անեմ, ունենամ իմ խանութը, ունենամ իմ բիզնեսը ու կարծում եմ, եթե այդ մտավախությունը լինի, որ ես որպես մարքետոլոգ էլ պետք չլինեմ ոչ մեկին, գոնե կունենամ իմ բիզնեսը, որ մարդկանց վաճառեմ ինչ-որ հետաքրքիր պրոդուկտներ, այո։ Ֆետա պանիրը ինչի համար է անհրաժեշտ լինելու։ Ֆետա պանիրը աղցանի համար է։ Եվ հիմա ես կկտրատեմ։ Կամ կարող եք դուք կտրատել։ Չէ, դուք կտրատեք, ես բավականին շատ կտրատել եմ, արդեն ունեմ բոլոր տեսակի դիպլոմները կտրատման համար։ Ձեր չենք ավելացնելու։ Ավելացնելու ենք վերջում։ Իսկ որքան եք սպասելու մինչ այս ամենը դառնա համասեր զանգված։ Կարծում եմ արդեն մի 10 րոպե ու պատրաստ կլինի։ 10 րոպե եւ կարող ենք արդեն պաստան տեղափոխել մեր թանձրուկի մեջ։ Այո։ Շատ բարի, շնորհակալություն, մեր հաջորդ հանդիպումը կլինի հենց այդ գործողությունը իրականացնելիս։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Օգնում ես։ Մարկ, Կասի։ ո՞նց է անցնում։ Լավ է անցնում։ Օգնում ես։ Դու ես պատրաստել։ Բոլորին ասելու ես, որ դու ես պատրաստել։ Իսկ միշտ դու ես պատրաստում, թե մեկ-մեկ մաման էլ։ Միշտ դու ես պատրաստ։ Մատերդ քաշի։ Ինչ։ Ես կամ Դու կամ մաման։ Իսկ ով է ավելի համով սարքում, դու թե մաման։ մաման կամ Մարկոն։ Մաման կամ Մարկոն։ Այդ որ ասում կամ համի հետ է, էլի, ուզում ասի համ մաման, համ Մարկը։ Մաման, համ Մարկը։ Լավ։ Երկուսով ենք սարքում համով։ Ապրես, օգնի ապրես։ Մարիա, կարծես թե հասնում ենք վերջին փուլին։ Այո։ Ավելացնում ենք պաստան մեր անհայտ զանգվածի վրա։ Խնդրեմ։ Տեսնենք ինչ է ստացվում։ Ստացվում է շատ ջրոտ ապուր, կարծում եմ։ Չէ, հեսա կուպի։ Հետաքրքիր թոմյամ կարող է դառնալ։ Ապուրային է ավելի շատ։ Աղ չարեցիք, եթե ճիշտ եմ Աղը արել եմ նախապես, բայց հեսա էլի եմ անելու։ Արել եմ աղը։ Եվ ինչ է հաջորդելու այս ամենին։ Մեզ կհաջորդի արդեն կանաչին եւ վերջ։ Բարի, ուրեմն կհանդիպենք արդեն սեղանի շուրջ, Մարիա։ Համաձայն եք։ Չգիտեմ ինչ ստացվեց։ Մենք էլ դեռ չգիտենք, բայց անկեղծ ենք կարծիք հայտնելու։ Հուսամ դեմ չեք։
Չէ, դեմ չեմ։ Բարի։ Մարիա, ուզեցիք, որ այս վարունգը եւ լոլիկը կտրատեմ։ Այո։ Եվ ավելացնենք սալաթին, ինչպես դուք ասացիք։ Չենք ավելացնում սա։ Ավելացնում ենք։ Իսկ այս վարունգը այսպես լքված է։ Այս վարունգը էլ պետք չի շատ էր։ Լավ։ Սպասի Մարկ։ Մենք արդեն սեղանի շուրջ ենք, ժամանակն է համտեսելու, բայց մինչ այդ պետք է անվանակոչեք այն ուտեստները, որոնք որ պատրաստել եք, խնդրեմ։ Եկեք ես դնենք բավիկյան պաստա։ Բավիկյան պաստա։ Էս էլ հունական աղցան Մարիայի կողմից։ Թե շատ երկար էր։ Երկար էր, բայց ինչև է, ձեր ընտրությունն է դա։ Կրեատիվ չէ ուտեստների հարցում։ Շնորհակալություն Մարիա, մեզ բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Անցնենք համտեսելուն։ Դուք լիահույս եք, որ այն շատ աղի պետք է չլինի, ճիշտ է։ Այո։ Ես լրիվ հակառակում եմ նույնիսկ համոզված։ Բայց չէ, Համով։ հետաքրքիր համ է ստացվել։ Ինչ դա։ Շնորհակալություն Մարիա։ Խնդրեմ երեխային հյուրասիրեք իր իսկ պատրաստած աղցանից։ Եկեք աղցանը անվանակոչենք Մարկյան։ Մարկյան, շատ լավ։ Դե, կրկին բարի ախորժակ։ Շնորհակալություն։ հետաքրքիր օրվա, հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ եմ շատ շնորհակալ։ Մարկ, Համած չթափես։ բայց շատ չխմես։ Տեսեք, եթե մի հատ թեթև լվանանք ցայենք, կարելի է հանգիստ ուտել։ Այս բանը Մի հատ թեթև ցայենք լվանանք, նորմալ կարելի է ուտել։ բայց ես թվում է պանիրն է։ Սոուսով սենց աղիոտ ինչ-որ անցում կա, բայց լվանալը լավ։ Հա, աղի է հիմա։ Լուրջ, իմ համար լավ էր։ Հա, շատ լավն էր ուրեմն շատ։ Ընտիր։ Շնորհակալություն։ Մարկ համով, հա։ Աղցանը ես սիրում եմ։ Իսկ պաստան ինչի, որովհետև գիտեիր, որ աղի է լինելու։ Լուրջ աղի է։ Լավ, մյուս անգամ աղը չենք չարաշահի։ Այո։ Մարիա, Մարկ, շնորհակալություն հետաքրքիր օրվա համար, գեղեցիկ բացահայտումների եւ պաստայի համար։ Ձեզ ենք շատ շնորհակալ, հուսով եմ հավանեցիք։ Բազմակետ։ Լավ մնացեք, հաջողություն։ Տեսություն։ Հաջողություն։ Արի Հաջողություն։ փակենք։ Շուտ կգաս։ Անպայման։ Արի կանգնենք։ Գնամ Արիստեղ, իմ իհան։ սալատ ուտեմ։ Հեսա կգնաս։ Իրականում շատ հետաքրքիր փորձառույթ էր մասնակցել։ Ինչու թողեցի։ Սպասի, իրականում շատ հետաքրքիր փորձառույթ էր։ Ինչու թողել։ Մարկ, մի րոպե։ Իրականում շատ հետաքրքիր փորձառույթ էր մասնակցել մեր մանկության հաղորդմանը։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր էր ամբողջ ընթացքը։ Ինձ պաստան դուր եկավ, համով էր, չգիտեմ մնացածին դուր եկավ թե չէ։ Մամա Շնորհակալ եմ։ թողեցի։ Հա, արիստեղ կանգնի, ասա շնորհակալություն, տեսություն։ Շնորհակալություն, Արի գրկեմ տեսություն։ քեզ։ Իրար հետ 1 2 3 շնորհակալություն, տեսություն։ Всё, Նա ինչու թողեցի։ всё, հետ։ Մարիա, Այո։ ինձ մի կտոր հաց ու պանիր կտակ, ուտենք Այո, գնանք։ համով չէ, իրոք։ Ամեն դեպքում դուք զբաղվեք Ես մարքեթինգով մոռացել եմ։ ավելի շատ, քան խոհանոցով խնդրում եմ։ Վայ, շատ ծիծաղ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam.
with Choco Granule. Torabika Cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.